Արագածոտնի մարզ, գյուղ Արագած։ Այստեղ կարկուտ է տեղում։ 4 հուլիսի 2026 թվական։ Այսօր իրականում ծննդյանս տարեդարձն է, որոշել էինք բարձրանալ լեռներ, ու տեսնում ենք այսօր այսպիսի անակնկալներ ունենք։ Ուղևորվում ենք դեպի Գեղարոտի ջրվեժ։ Դիմաց է Արագածի գագաթներն են արդեն երևում, Արագած լեռան։ Կարկուտն անցավ ու պայծառ օր բացվեց։ Դիմաց արդեն Արագածի գագաթներն են։ Արագածի իջնող գետնա։ Դեռ գնում ենք, բավականին երկար ճանապարհ է փաստորեն։ Մոտավորապես Արագած գյուղից բարձրանում ենք գրեթե ժամ ու կես։
Եթե մի օր որոշեք տեսնել Հայաստանի անպատմելի գեղեցկությունը, ուրեմն կարող եք գալ Արագածի վրա Գեղարոտի ջրվեժը տեսնելու։ Այս ամբողջ ճանապարհը պարզապես աննկարագրելի գեղեցիկ է։ Բայց չմոռանանք, որ ամենագնացից էս պետք լինելու, որովհետև սովորական մեքենան այդտեղ չի բարձրանա։ Տեսեք ճանապարհը, ինչ քարքարոտ ճանապարհ է։ Որոշել եմ առաջիկայում որտեղ որ լինեմ Հայաստանում, նաև ձեզ հետ կիսվեմ տեղանքի բնության տեսարաններով, տեղանքի հուշարձաններով, բնական հուշարձաններով, որովհետև տարբեր երկրներից հետևորդներ ունեմ ու գիտեմ, որ շատ կարոտած են Հայաստանին, կցանկանան տեսնել այս հրաշքը։ Տեսեք ինչ գեղեցիկ լեռներ ունենք։ Այսպես։ Ճանապարհը պատկերացրածից շատ ավելի բարդ էր։ Բայց գեղեցկությունն արդարացնում է ճանապարհի բարդությունը։ Դիմաց Արագածի գագաթներն են ու չգիտեմ, այնպիսի թարմ օդ է, այնպիսի մաքուր օդ է ու այնպիսի լավ եղանակ է, որ կարելի է ուղղակի պարկել խոտերի մեջ ու հանգստանալ, վայելել այս ամենը։ Այստեղ արդեն ձյան կուտակումներ կան փոքրիկ մնացած։ Վերջին անգամ ծննդյանս տարեդարձին ուղիղ 10 տարի առաջ եմ եղել Արագածի վրա։ Սիրելի հետևորդներ, սա Գեղարոտի փոքր ջրվեժն է, դեռ ձյունը վրան է, ինչպես տեսնում եք, հասել ենք, ոտքով ենք բարձրացել, տեսեք, ներքևում մեքենան կանգնած է, այս ամբողջ ճանապարհը կեսը մեքենայով ենք բարձրացել, կեսը ոտքով, արդեն այս վերևի հատվածը ոտքով բարձրանում ենք, շատ կտրուկ բարձրունք է, նախորդ ասեմ, որ պետք է լավ ֆիզիկական պատրաստություն այս ճանապարհը բարձրանալու համար, իրականում լավ հոգնել եմ ու նստել եմ, որ շնչքաշեմ, փորձեմ բարձրանալ, տեսնեմ որքան կարողանամ բարձրանալ, ասեցին, որ մեքենայով հնարավոր չի բարձրանալ, որովհետև քարաթափումներ են տեղի ունեցել ու ճանապարհը փակ է, բացի այդ քանի որ գալուց անձրև էր, անձրևն իր հերթին լվացել է ճանապարհը ու խնդիրներ է ստեղծել, դրա համար էլ հիմա ոտքով ենք բարձրանում։ Սիրելի հետևորդներ, քանի որ եղանակը կրկին ամպեց եւ շուտով նորից անձրև ու կարկուտ է տեղալու, որոշեցինք այսքանով ավարտել, բայց ես հիմա ձեզ ցույց կտամ Գեղարոտի ջրվեժ ասվածը, հիմա տեսնում եք, կարելի էր նաև այստեղ ոտքով առաջ գնալ, բայց քանի որ եղանակային պայմանները այնքան էլ լավը չեն, տեսեք այստեղ ամպերը սկսում են աստիճանաբար մոտենալ, որոշեցինք այսքանով կանգ առնել այստեղ ու արդեն կրկին շարժվել հետ։ Այսպես սիրելի հետևորդներ, դե ինչ, լավ մնացեք, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև հաջորդ տեսանյութերը, իսկ մենք կհանդիպենք։